Ես համարում եմ, որ ինձնից լավ այս վիճակից ոչ ոք չի կարա երկիրը անել։ Եվ դրա համար եմ մասնակցել։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Հայաստան դաշինքի վարչապետի հավանական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Վերջնական որոշումը, սակայն սոցհարցումներից հետո կկայացվի։ Այսօր ավելի քան 3 ժամ տևած ասուլիսում հայտարարեց երկրորդ նախագահը։ Հարցում ենք անելու սոցիոլոգիական հետազոտություն փետրվարի սկիզբ եւ այդ արդյունքներով որոշելու ենք թե ով առաջնորդել է։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայներ բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Մինչև այդ սոցիոլոգիական հարցումները ես ուզում եմ հասկանալ ձեր վերլուծությունը եւ անձամբ ձեր հաշվարկները ինչ են ցույց տալիս։ Ձեր թիմը ավելի մեծ հնարավորություններ կունենա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, եթե դուք առաջնորդեք թիմին, այսինքն դուք լինեք վարչապետի թեկնածու, թե եթե զիջեք ձեր այդտեղը ձեր թիմից մեկ այլ անձի։ Այսօր այն հրապարակումները, որոնք այլ լրատվամիջոցներում կար, այլ սոցիոլոգիական ուսումնասիրությունների առումով ցույց է տալիս, որ դեռ այո ես եմ այն հավանական, ավելի մեծ հավանական տեխնացուն, որը գլխավորի ցուցակը։ Սա այսօրվա վրա այդպես է, բայց վերջնական որոշում կայացնելու համար պետք է ինքս հասկանամ ինչքանով է սա արդյունավետ լինելու ամբողջ թիմի համար։ Հայաստան դաշինքն այս պահին որոշում չունի նաև ընտրություններին մասնակցելու ֆորմատի հարցում։ Երկրորդ նախագահն ասաց, թե հակված են գնալ նախորդ ընտրություններում հաստատված ձևաչափով։ Ռոբերտ Քոչարյանը պնդեց, այժմ ընտրությունների են գնում ավելի լավ դիրքերից, քան 2021-ին էր, քանի որ վարկանիշային առումով իրենց դաշինքն այսօր ավելի լավ վիճակում է։ Նոր դեմքեր կընդգրկվեն ապագա դաշինքում ձեր առաջնորդած։ Այո, որոշակի թարմացում լինելու է։ Սա նաև կյանքը ցույց տվեց, որ ոչինչ պետք է դա անել։ Մենք ունենք լավ, ակտիվ ձևավորված թիմ, բայց անկասկած նաև նոր մարդիկ են հայտնելու այդ թիմում եւ ցուցակում։ Երկրորդ նախագահի համոզմամբ այսօր Հայաստանում ստեղծվել է ներքաղաքական բացառիկ իրավիճակ, երբ ամբողջ ընդդիմադիր դաշտի ուժերը ունենալով տարբեր հայացքներ, միմյանց հետ լավ կամ վատ հարաբերություններ, միևնույն է հիմնարար հարցերի շուրջ ունեն միևնույն մոտեցումները, խոսքը եկեղեցու միասնության, ազգային ինքնությունը պաշտպանելու մասին է։ Այս իրավիճակն ըստ Քոչարյանի բավական մեծ համագործակցության հնարավորություն է բացում, նաև նախընտրական դաշինքներ ձևավորելու համար։ Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների 3, առավելագույնը 4 խոշոր բլոկներով։ Երկրորդ նախագահի համոզմամբ ընտրություններին մասնակցող ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է հայտարարի, որ բացառում է որևէ համագործակցություն Փաշինյանի քաղաքացիական պայմանագրի հետ։ Հետընտրական հնարավոր կոալիցիաների եւ վարչապետի միասնական թեկնածուի մասով ըստ Քոչարյանի բանաձևը շատ հստակ է, որ ուժը ամենից շատ ձայներ հավաքի, նա էլ կունենա առաջնային իրավունք վարչապետ առաջադրելու համար։ Ինքն այս պարագայում այդ պաշտոնից հրաժարվելը խնդիր չի համարում։ Եթե մեր քաղաքական ուժը այդ առաջի տեղը չի լինի, իհարկե ես որևէ հավանականություն չեմ ունենալու։ Այստեղ խնդիր չկա։ 4 ամսից կայանալիք խորհրդարանական ընտրությունները Ռոբերտ Քոչարյանը բնորոշեց ունիկալ, որոնք էլ որոշելու են, թե ինչպիսին է լինելու Հայաստանը ապագայում։ Կամ Հայաստանի Հանրապետությունն է լինելու առանց Սյունիքի, կամ Հայաստանի Հանրապետությունն է լինելու առանց հայ առաքելական եկեղեցու։ Մենք հայ ժողովրդի հանրապետություն ենք ունենալու, թե չգիտեմ ինչ։ Իդեպ Ռոբերտ Քոչարյանն այսօր իր ասուլիսը անցկացնում էր Արարատի մեծ պաստառի ներքո։ Նա պարզաբանեց, երբ փորձում են պատմական Հայաստանը առանձնացնել այսօրվա Հայաստանից, հայտնվում են Արարատի նկարով պաստառները, քանի որ մեկը մյուսի օրգանիկ շարունակությունն է։ Փորձում ես կիսել, ստիպված իմ նմանները այսպիսի նկար են դնում։ Նախընտրական թեմաներից բացի մյուս գլխավոր հարցը, որին այսօր անդրադարձավ երկրորդ նախագահը, հայ-ամերիկյան թրիփ նախագիծն էր, որն ըստ Ռոբերտ Քոչարյանի դառնալու է լուրջ անվտանգային սպառնալիք Հայաստանի համար։ Դա հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար։ Հայաստանը նույնիսկ կողմ չի այստեղ, այլ դառավ կիսակողմ։ Երկրորդ նախագահի վերլուծության համաձայն ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի եւ նրան հետաքրքրող միակ հանգամանքը Իրանն է եւ այդ երկրի հետ սահմանի վերահսկողությունը։
Պնդելով, թե այս ծրագրով Հայաստանն իրեն դնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, Քոչարյանը հայտարարեց միակ ճանապարհը, որը Հայաստանին կհանի այդ կետից, թրիփ ծրագրի ընդլայնումն է, երբ տարածաշրջանի խաղացողները դառնան նաև շահառուներ։ Երկրորդ նախագահի համոզմամբ իրանական անհանգստությունները կչեզոքանան, եթե ծրագրում ներգրավեն Չինաստանն ու Ռուսաստանը։ Թրիփը մեր ամենից մեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Ինչ սպառնալիքներ եք դուք տեսնում, փակագծեր կբացեք, ինչ կարող է տեղի ունենալ, որտեղ բավական պատասխանատու հայտարարություն է։ Նայեք, ինձ ամենից շատը մտահոգում է Իրանի հետ սահմանի հանգամանքը եւ այն հայտարարությունները, որ մենք իրանական կողմից վերջերս լսեցինք։ Հարևանի հետ հարաբերությունները երբ փչացնում է, շատ դժվար է վերականգնել։ Շատ դժվար է։ Այդ երկրի նկատմամբ անվստահության մթնոլորտ ձևավորելը շատ երկար եւ շատ ծանր է նստելու մեզ համար։ Ռոբերտ Քոչյանը հիշեցրեց, որ երբ 2000-ականների սկզբին կառուցվում էր Իրան-Հայաստան գազատարը, Միացյալ Նահանգները դեմ էին այդ ծրագրին, բայց հայկական կողմի փաստարկված բացատրություններից հետո Վաշինգտոնն ի վերջո համաձայնեց։ Ավելին, Քոչյանը պատմեց, որ այդ ժամանակ ամերիկացիներին առաջարկել էր միասին կառուցել գազատարը։ Թրիփի դեպքում էլ ըստ Քոչյանի հնարավոր էր ծրագրում ներառել Ռուսաստանին, ցույց տալով Միացյալ Նահանգներին, որ դա նաև իր շահերից է բխում։ Հատկապես Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգները այսօր պատրաստ են կառուցողական պրագմատիկ հարաբերություններ կառուցել։ Իրենց հետ հնարավոր է նստել կոնկրետ ծրագրի շուրջ խոսալու, այլ ոչ ոք դա չի արել։ Չի արել, որովհետև Նիկոլ Փաշինյանը ուրախացել է, որ գնա Տրամփի հետ նկարվի։ Իրեն նկարա պետք ընտրությունների համար։ Ռոբերտ Քոչյանի թրիփի վերաբերյալ պնդումներին այսօր կառավարությունում ճեպազորույցի ժամանակ շտապեց հակադարձել վարչապետ Փաշինյանը։ Պարոն Քոչարյանի գիտելիքները եւ իմացությունը տարածաշրջանի եւ միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են եւ թրիփը բազմամիլիոն 100 միլիոնների ներդրումներ են լինելու Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ Չինաստանին, մենք շատ սերտ գործակցում ենք թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ։ Իր տարածաշրջանային գիտելիքները հնացած համարող Փաշինյանին Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց արձագանքել։ Մարդու ես վաղուց չեմ արձագանքում։ Չեկա։ Թող իր կապրեմոնտով զբաղվի, սկսելա։